Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք նրբաբլիթներ, որոնք ստացվում են առանձնահատուկ փափուկ և համեղ, բարձր յուղայնությամբ կաթի և ջրի համադրությամբ։ Այս երկու ափսեների նրբաբլիթները պատրաստել եմ միևնույն խմորով, նույն որակի երկու տապակի մեջ, տեսեք թե որքան տարբեր արդյունք է ստացվել։ Նրբաբլիթների սպիտակ շերտերը ստացվել են շատ բարակ, նուրբ և փափուկ։ Այս շերտերով կարելի է փաթաթել քաղցր կամ տարբեր մսային միջուկներով նրբաբլիթներ, հրաշալի տարբերակներ կան։ Մյուս ափսեի նրբաբլիթները ստացվել են կարմրաթուշ, ծակոտկեն, նուրբ և բարակ։ Այս բաղադրատոմսով նրբաբլիթները միշտ ստացվում են կատարյալ, առանց ճաքերի և փաթաթելու ընթացքում երբեք չեն վնասվում։ Թե ինչպես տնական կաթով և ջրով պատրաստված միևնույն խմորից ստանալ այսպիսի երկու տարբեր արդյունքներ, մնացեք ինձ հետ և տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Ես պատրաստում եմ եռակի չափաբաժնով, սակայն նկարագրությունների բաժնում կգրեմ մեկ չափաբաժնի համար նախատեսված բաղադրիչները։ Վերցնում ենք տնական յուղոտ կաթ, նշեմ, որ կաթը պաստերացված է թե ոչ, այդքան էլ էական չէ։ Հարում ենք ձուն, վրան ավելացնում ենք կաթը և յուրաքանչյուր 1 լիտր կաթի համար ավելացնում ենք 350 մլ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Սովորաբար տնական կաթը ունի 4-ից մինչև 6% յուղայնություն։ Գործարանային կաթը ունի ավելի ցածր յուղայնություն, ամենատարածվածը 3,2% է։ Նրբաբլիթները ստացվում են փափուկ, էլաստիկ, չեն պատռվում և հեշտ են շրջվում, երբ կաթը ունի 3,2-ից մինչև 3,5% յուղայնություն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում տնական կաթը նոսրացնել ջրով, օրինակ՝ 300 մլ կաթի վրա ավելացնել 100 մլ ջուր։ Հակառակ դեպքում շատ յուղալի կաթով պատրաստված նրբաբլիթները կարող են լինել ծանր և կպչել տապակից։ Ցանկալի չէ նրբաբլիթներ պատրաստել նաև յուղազերծ կաթով, այդ դեպքում նրբաբլիթները ստացվում են չոր, կոշտ և հեշտ ճաքող։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ և 2,5-ից 3 բաժակ ալյուր։ Հարիչով մի լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն, ցանկության դեպքում խմորը կարելի է անցկացնել մաղով։ Վերջում ավելացնում ենք 1 ճաշի գդալ բուսայուղ և թողնում ենք խմորը հանգստանա կես ժամ։ Մեկ չափաբաժնի համար ես օգտագործել եմ 2,5 բաժակ ալյուր, բաժակի չափը 250 մլ է։ Պարտադիր ալյուրը մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես նրբաբլիթների շերտերը ստացվում են նուրբ և ծակոտկեն։ Եթե սիրում եք, որ նրբաբլիթների շերտերը շատ ծակոտիներ են ունենում, ապա ջրի փոխարեն ավելացրեք նույն չափանքային ջուր։ Սպիտակ նրբաբլիթների շերտեր ստանալու համար կրակը պետք է լինի շատ ցածր, բացի այդ շերտերը պետք է շատ արագ շրջել։ Մինչ 1 հատ սպիտակ նրբաբլիթի շերտ էր պատրաստվում, այդ ընթացքում ես զուգահեռ պատրաստում էի 3 հատ կարմիրը։ Այս շերտերը ես լցոնել եմ հավի մսով պատրաստված հյութալի միջուկով, որի բաղադրատոմսը շուտով կգտնեք իմ ալիքում։ Սիլիկոնե խառնիչով այսպես ծայրերով անցնում ենք և շրջում ենք, հեշտ և արագ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ 2 ժամ չարչարվելուց հետո սկսում ենք փաթաթել նրբաբլիթները, ինչպես տեսնում եք շերտերը ոչ վնասվում են և ոչ էլ պատառոտվում, հրաշալի բաղադրատոմս է։ Լցոնի քանակը ինքներդ որոշեք, ես դնում եմ 1 լիքը ճաշի գդալ հավի մսով պատրաստված միջուկ։ Նրբաբլիթների ծայրերը խմորով կամ ձվով սոսնձելու անհրաժեշտություն չկա, փաթաթելուց հետո դեպի ներքև դնում ենք հարթ մակերևույթի վրա և վերջ, ֆիքսված է։ Այսպես փաթաթում ենք բոլոր նրբաբլիթները և սառեցնում ենք։ Հեշտ լինելու համար նրբաբլիթները ես շերտ-շերտ շարում եմ սառցախցիկի արկղի մեջ։
Շերտերի արանքին դնում եմ պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի սառչելու ընթացքում դրանք իրարից չկպչեն և հեշտ լինի առանձնացնել։ Նկարագրությունների բաժնում կթողնեմ նրբաբլիթների միջուկների պատրաստման մի շարք հրաշալի բաղադրատոմսեր՝ հավի մսով, սնկով, ինչպես նաև տավարի մսով։ Ընտրեք ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Սա նախորդ օրը տավարի մսով իմ պատրաստած նրբաբլիթներն են, տեսեք, թե ինչպես եմ սառեցրել։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ տնական կաթով և ջրով պատրաստվող նրբաբլիթների նման հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։